տարագրակ այդ բաները որ ասում ես։ Դրանք ինչ որ Չէ, բլբլում եմ անկապ։ Օրինակ իմ մոտ որ տենց երկեր մի ասում են, ասում եմ անջատեք էլի։ Իմ рэպը ինքնատիպ է, տարբերվում է։ Մի տեսակ ոնց որ մեր լեզուն չհամապատասխանի այդ կուլտուրային։ Նենց չի որ Պարուր Սևակը բիթ դներ, բանաստեղծություն գրեր վրան կդառնար շատ լավ рэպեր։ Որն է քո համար рэպի մեջ ամենակարևոր ասպեկտը։ Պետք է դու սենս լինես, ես տենց եմ վերաբերվում рэպին։ Եթե էսի չկա, էսի рэպ չի իմ համար։ Ողջույն սիրելի հետևորդներ, իմ սիրելի մարդիկ, կարող եք արդեն հավաքվել, նստել, լարել ձեր ուղեղի բոլոր ծալքերը, որպեսզի լսեք այն ինչ որ հիմա լսելու եք մոտակա 40, 30, 50 րոպեների ընթացքում, ինչպես ասում էր մեր դասականներից մեկը, հա, Բարլուս եկա, հետը սա ֆեկան, ոնց հասկացաք այսօրվա իմ հյուրն է рэփեր ֆեկան, բարև ֆեկա։ Բարև, ո՞ց։ Ինչպես ես։ Ոչ, դու ո՞նց ես։ Շատ լավ, շատ լավ։ Տեսեք, ֆեկայի հետ մի անգամից եմ դուի անցել, չեմ հարցնում կարելի է դույով խոսել, որովհետև մենք ճանաչում ենք իրար։ Ուզում եմ սկսեմ այս հարցից, որը ինձ շատ հետաքրքիր է։ Ինչ է սկսել քո рэփ կարիերան, ոնց է սկսվել, երբ է սկսվել։ 2010 թիվ, բայց տենց կոնկրետ պատճառ, տենց որ ասեմ, կարամ առանձնացնեմ, տարբեր ֆակտորներ կար։ Նախ Մատ տղու հետ էի ծանոթացել, որ рэպ էր կարդում ռուսերեն ու անընդհատ տես ցույց էր տալի, ասում էր, «Նայ ոնց եմ կարում կարդամ բան»։ Հայեր։ Հայեր, բայց ռուսերեն էր կարդում։ Տենց իրան լսելով մտածեցի, որ պրինցիպի իրանից լավ կարելի է անել, ու բայց խի հայերեն չէ էլի։ Դա տենց փորձերը տենց է սկսեի։ Բայց տենց կոնկրետ պատճառ չեմ կարող առանձնացնել, էլի շատ էին ֆակտորները։ Իսկ այդ տղան ոլորտում եղել է կամ կա իրան ճանաչում։ Չէ, ինքը դուրս եկավ այդ ոլորտից, կապը կա հետը, ինքը երկրում էլ չի, բայց իր շնորհիվ է կարելի ասել, որ սկսեց հետաքրքրել рэպը էլի։ Լյովա ունը Ռուսաստանում է, ինքը լավ է րեփ կարդում, բայց շուտ դուրս եկավ մի քանի տարի տենց։ Ես հիշում եմ, ես որ քո երգերը լսում էի, ես դաժե կարելի ասել որ նա երեխա է, ես այդ փոքր ժամանակից ու հիշում եմ մի հատ էտապ կար, որ բակերում բոլորի հեռախոսներից, չգիտեմ, այդ Bluetooth դինամիկներից բոլորից ձեր երգերն էին լսում ու հիմա որ մտածում եմ եւ վերլուծում եմ, հասկանում եմ, որ շատ անսահման շատ տարբեր էր քո ոճը, այն ամեն ինչից, ինչը որ կար այդ ժամանակ Հայաստանում, ու մինչեւ հիմա էլ։ Ինչ արձագանքներ ես ունեցել։ Ինչ որ հեյթի ալիքներ չի եկել։ Չէ։ Սկզբից մի քան դեմի մի ամիս է տարօրինակ էր ժողովրդի համար այդ արագ կարդալու ձևը։ Տենց աշխարհում ընդունված կար, բայց հայերի համար տենց տարօրինակ էր, ինչ ասենց արագ բան։ Մի ամիս հետո արդեն դե նոր բանը մի քիչ դժվար է, չէ՞, ընդունում մարդիկ։ Տենց, բայց մի ամիս հետո արդեն սա սկսեցին հասկանալ ինչ է այդ գնահատել, տենց, բայց արձագանքները տենց շատ մեծ էր, էլի, տենց սովորական չէր, որ մի երկու հոգի գրեին էս ինչ լավ է, 100,000-ավոր մարդիկ էին գրում, դից։ Բայց անսպասելի չէր, որտեվ նոր էր, չէ, ոճը նոր էր, դες բան չկար Հայաստանում։ Որն է քո համար рэփի մեջ ամենակարևոր ասպեկտը։ Այսինքն ուզում եմ ասեմ, բառերը, թե ռիթմը, թե հանգերը, թե քո ոճը, որ չգիտեմ ով ոնց կհասկանա, բայց որ սկսնակ рэպերներն էլ իրանց տեքստը կամ բան, ասում են տեքստը ուղարկեմ գնահատի, ես նոր եմ սկսեմ ֆեկա ակուզեմ կարծիքը տասես, ասում եմ ինձ պետքա լսեմ ոնց ես կարդում։ Ասենք նենց չի որ Պարուր Սևակը բիթ դներ, բանաստեղծություն գրեր վրան կդառնար շատ լավ рэպեր, չէ։ Ինքը լավ պոետ է, բայց կարող է լավ рэպեր չլներ։ Դրա համար ամենակարևորը իմ համար կարդալու ձևն է։ Ռուսերեն չիտկա են ասում, անգլերեն flow կարդալու ձևը։ Իմ համար առաջնայինը դա է, հետո նոր գալիս է իմաստը։ Իսկ ինչ թեմաներ ես փորձում անում, քո սիրելի թեմաները, այսինքն ես քո երգերը որ լսում եմ, դեռ զգացում եմ, որ ոչ միայն այդ ռիթմն է, այս գեղեցիկ կարդալու ոճն է, ինչ թեմաներից ես խոսում քո рэպում։ Երևի ուզում ես իմանալ ոնց եմ ընտրում։ Հա։ Ինչը ինձ անհանգստացնում է հիմնականում, ինչը դուր չի գալի, փորձում եմ դրա դեմ պայքարեմ րեփով, ոչ թե ինչ որ տենց քլնգեմ կամ ինչ որ ցեղ շպրտեմ, այլ պայքարեմ, որ ինչ որ բան կարենամ փոխել իմ լսողի մեջ։ Էդ է նպատակը հիմնական։ Այսինքն քո համար ոնց որ ամեն դեպքում ոչ թե ուղակի, չգիտեմ, ինչ որ ռեալիզացվելու կամ արտահայտվելու ձևը, այլ ինչ որ թեմաներ ես դու բարձրացնում։ Համ արտահայտվելու ձևը, համ ինքս ինձ ապացուցելու ամենասկզբից, որ ես ինձ բան եմ ներկայացնում, երկրորդ հետո էլ ինչ որ բան փոխելու, ինչը ինձ դուր չի գալի։ Գործիք է իմ համար րեփը։ Մի հատ ասես բան կա իմ մոտ, ոչ միայն հայ, այլ նաև Արտաս Սահմանյան։ Միգուցե լավ չեմ հասկանում, հեսա դու ավելի լավ կասես երևի, որ րեփերներ կան, որ իրանց երգերը լսում եմ, մի տեսակ ոնց ասեմ, ոնց որ տակը բան չլինի, ուղղակի ոնց որ այդ մարդը sense ինչ որ sense
կռուտոյ վիճակների մեջ ինչ-որ բան անում, ոչ միայն հայկական արտասահմանյան, ոչ միայն հայկական արտասահմանյանը շատ կան, որ ու այն որ ցենց հա լսում եմ այդ ինքը տենց ուժեղ բան, ցենց ինչ-որ թեմաներից տիպը շատ ուժեղ տղա է, բան ցենց կյանքի պատմություն ա լսվում, ինչեր արել, բայց տակը բան չկա։ Արի Արտասահմանյանի մեջ չխորանանք, ճիշտ ասած չի էլ հետաքրքրում Արտասահմանյան ռեպը, ինձ որ շատ են օրինակ ասի թեման բացվեց, ասեմ, ինչի ֆրանսերեն չես կարդում, ֆրանսերեն ես խոսում, ռուսերեն էլ կարած, ասում եմ ես հայերի համար եմ անում։ Ինձ հաճելի է հայերի համար անել, ինձ մենակ է դա հոգեհարազատ, իսկ հայկականում հա այտենց դեպքեր կան, որ ինքնահաստատվելու համար էլ է նորմալ, ռեպ չլինի ուրիշ ձև են ինքնահաստատվում, ինքնահաստատման մի ձև է իրանց համար ուշադրություն գրավելու, որ իրանց նկատեն, նորմալ եմ նայում դրան, այդ տարիքային է կամ ինտելեկտի հետ է կապված, կարող է նաև կան արտիստներ, որոնցից ոգեշնչվել ես կամ սիրել ես իրանց ու լսել ես ու ինչ-որ ազդեցություն ունեցել քո ստեղծագործության վրա։ Ստվում է բանը պրիմիտիվ կլինի այդ ասածս, բայց ոնց որ երևի միլիոնավոր մարդիկ Eminem-ից երևի փոքր ժամանակ, բայց ես դրանից հետո նես չի ռեպ եմ կարդաց։ Իմ ռեպ սկսելը կապված չի էլ Eminem-ից ոգեշնչվելով էլի, դրա հետ կապված չի եղել։ Բայց Eminem-ը շատ է ոգեշնչել, իր երգերը լսելով։ Իսկ ինչ թեմաներ չես սիրում, որ սկսում են կամ որևէ այդպես թեմա, որ օրինակ երբեք դրանից չես ուզի խոսած կամ ռեպ կարդալ, տաբուներ, այսինքն որ այսի չի կարելի ռեպի մեջ, սա կարելի է այսպես բաներ ունես, սկզբունքներ։ Չէ։ Ամեն ինչ էլ կարելի է, ինչ դու կզգաս, որ պետք է ասես։ Ուղղակի ես չեմ ընդունում ռոպագանդա թմրանյութերի հետ կապված, ինչ որ տենց բաներ չեմ ընդունում, երբ որ դու պատմես ինչ որ էպիզոդ քո կյանքից, որ եղել է, ռեպա դու պատմում ես քեզնից, վերջը դու դաստիարակ չես, έτσι մանկապարտեզ չի, ոչ մեկին դու դաստիարակողն ու կրթողը չես, ամեն մեկի համար ծնողն է պատասխանատվություն կրում, բայց ես այդ թմրանյութերի տենց փողի աղջիկների տենց գիշերային ակումբների տենց այտենց ռոպագանդաներին եմ դեմ ռեպի մեջ, եթե այդ արվում է որպես ռոպագանդա։ Ոնց է տարբերակը, որովհետև նայ մարդիկ կան ու շատ-շատերը, օրինակ, նույն ցանկացած թեկուզ քո ասած օրինակով եթե լինի, ես ասենք, եթե իմ կյանքի մասին որևէ բան եմ գրում, որտեղ այդպես դրվագ կա, բայց եթե ես դա նշում եմ, շատ-շատերը միգուցե քննադատեն, ասեն ռոպագանդա ինչ ես պատմում օրինակ։ Չէ, դե այտենց ռոպագանդան ինձ թվում է խելացի մարդը միանգամից հասկանում է, ո՞րն է ռոպագանդա։ Կներես, ինչի են տենց ասում, այս արգումենտները բերեմ, որովհետև ասում են օրինակ, չգիտեմ, ես Բորիսն եմ, իմ վրա օրինակը բերեմ, рэպեր եմ, շատ երիտասարդներ միգուցե ավելի փոքր հասակի, չգիտեմ, տղաներ կամ աղջիկներ ինձ սիրում են իմ կերպարը, փորձում են ինչ որ առումներով նմանվեն միգուցե, հա, ու ասում են դու այդ կերպարն ես իրանց համար, ու դու sense բաներից ես խոսում, որ արել ես, իրանք է կմտածեն մենք է փորձենք։ Այդ էր ինձ իմ ասածը, որ դաստիարակ չես ի վերջո էլի, դու չես ուրիշ երեխեքին դաստիարակողը, ծնողներն են պատասխանատու։ Իմ աշխարհում շատ վատ երևույթներ կան, նույն այդ Տոնի Մոնտանայի Շրամով մարդը ֆիլմը հետ տեսել ես։ Այնտեղ Ալ Պաչինոն գլուխը մտցնում է, ասենք կոկայինի մեջ կամ քաշում է, ասենք չգիտեմ, այդպես վատ տեսարաններ կա։ Հիմա կարան ասեն ռոպագանդա է, բայց չէ, դա իր կյանքն է ցույց տալի, հենց այդ իմ ասած օրինակով էպիզոդ է իր կյանքից։ Ամեն դեպքում այս թեմայով ես եմ քո հետ շատ համաձայն, որովհետև ես ինձ որ միշտ ես էլ եմ պրոյեկտ ունեցել, որը եղել է թմրանյութերի մասին, ասում ու ըստիս ինքը լրիվ դրան հակա է եղել ու դեմ է եղել, բայց ես էլ եմ շատ նենց կարծիքներ լսում, որ ասում են, բայց չեք մտածում, որ կարող է դրա մասին խոսալով մի քիչ ավելի հանրայնացնում եք այդ թեման, շատերը կարող է չգիտեին, լսում են, հետաքրքրվում են, իմանում են, ու ես միշտ ասում եմ ժողովուրդ նախ եւ առաջ, եթե մենք տենց մոտենանք հարցին, այսինքն ուրեմն պիտի, չգիտեմ, բոլոր ֆիլմերը, բոլոր երգերը, չգիտեմ, ներկայացումները, բոլորը լինեն ինչ որ հեքիաթային պատմությունների մասին, ինչը որ չի լինում, չի կարող այդպես լինի։ Մի քիչ ուտոպիստական միտք է, էլի, անհնար, այսինքն եթե դու ռեալ սյուժե, եթե դու ինչա կատարվում է, եթե դու ռեալ սյուժե ես ուզում նկարես, ասենք չի կարող դե մենակ լավ կերպարներ լինի։ Ու ով է ասում, որ հանդիսատեսը նայում է, հոպ, տեսավ այս գողացավ, ուրեմն մի վարքյան ես է գնամ գողություն անեմ։ Չէ, այդպես չի աշխատում։ Չի կա, եթե տենց աշխատեր, հիմա ես իմ աշխարհը վաղուց վերածած պիտի լիներ, որովհետև այնքան ֆիլմեր կան ու այնքան կերպարներ ու այնքան վատ տեսարաններ, որ ես հիմա ամեն մեկը մի բանից օրինակ վերցներ, պիտի կործանվենք։ Ռուսական ռեպի օրինակով չգիտեմ, Գուֆի երգերից հիշեցի, օրինակ որ ասվում է ես կյանք չունեմ առանց թմրանյութ կամ խոսքի ես կյանք չեմ ուզում անունը տամ ինչ ասում օրինակ ես կյանք չունեմ ինձ որ
ոստիկանությունն էլ բռնի, ես մեկա դա օգտավորինակ, դա արդեն ռոպագանդա է, պրյամոյ ռոպագանդա իմ համար էլի, ուզում չեմ ընդունում այդպես բաներ, բայց ես չեմ էլ ասի ինչ որ տենց բան գրողին ինչի ես անում, դա իմ գործը չի, ես ուղղակի դու ասում ես ինչը չեմ ընդունում, ասում ես դες չեմ անի, ինձ դուր չի գալ, ես կաշխատեմ խոսամ ինչ որ բանի մասին նենց, որ հանկարծ որպես ռոպագանդա չընկալվի։ Լավ, իսկ եթե վերցնենք ոչ միայն ռեպը, այլ ընդհանուր մեր երկրում երաժշտության վիճակի մասին ինչ կարծիք ես։ Շատ վատ է ամեն ինչ, շատ ես չեմ անում, շատ մատերի վրա կարամ հաշվեմ, թե ինչ կարելի է լսել։ Ինչի՞։ Որովհետև ինչը անգամ լավն է, դու որ մի քիչ խորանում ես, տեսնում ես, որ վերցրած է ուղղակի Արտասամանյանից թարգմանած է հայերեն։ Էդ էլ ես չեմ կարող լսեմ, դա ինձ ներվայնացնում է։ Շատ քիչ են գործեր, որ ինքնատիպ են, հենց հայկական են, շատ քիչ եմ ես դες բաներ տեսել, բայց կան։ Որոնք են կարաս նշես արտիստներ կամ խմբեր, չգիտեմ։ Օրինակ, երբ որ չէ, անուն չի ուզի նշել, ինչ որ որովհետև ես մեկի անունը տամ, մեկի կնեղանա, ես դες չեմ ուզում։ Այդ տենց տպավորություն ունի, որ ինչ որ մեկին եմ մոռանամ, չգիտեմ, չեմ ուզում դες նշել։ Հանկարծ միտեղ որ դերասանների մասին քեզ հարցնեն, հանգիստ կարաս սաղին բոլորին նշես բացի իզնից, ես 100% չեմ նեղանա։ Ես իմ փորձից եմ ասում, գիտեմ, էլի, ավելի լավ անուններ չտամ, բայց կան մարդիկ, որ ստեղծագործում են։ Լավ, ինչ պլաններ ունես քո ռեփ կարիերայի հետ կապված, այսինքն հետագայի համար ինչ ալբոմներ, համերգներից էի քո հետ ուզում խոսալ, գիտես, համերգներ պահանջարկ չկա, որ պարբերաբար չի լինում, թե որովհետև ես շատ քիչ եմ նկատում, օրինակ հայ ռեփ արտիստների համերգներ շատ հազվադեպ եմ նկատում, որ լինում։ Վերջի համերգս 10 ամիս սեպտեմբերին ա եղավ, ճիշտ մի տարի արդեն։ 2000 հոգի մարդ էր եկել, շատ ուժեղ անցավ, սպասվածից 100,000 անգամ ուժեղ, այդպես ոնց որ առաջի անգամ մենք տեսանք, որ իսկական ֆանատ էլ կարող լինի, իսկական էս բառի բուն իմաստով, ինչքան շատ տարիքային է 15-ից մինչև 45-50 տարեկան մարդիկ են, ես շատ տպավորված եմ այդ համերգից։ Հետո ես ստուդիայով եմ խառը, մենք լեյբլ ունենք, տարբեր արտիստներ են գրանցված, ես չեմ հասցնում։ Բա պատմի, ես չգիտեմ։ 23 լեյբլն է, արտիստներ ունենք, իմ ստուդիան արտիստներ ունենք, որ օգնում եմ առաջ գնան, ձայնագրվեն, երաժշտություն գրենք իրանց համար, սենց։ Ովքեր են այդ լեյբլում, եթե կիմանանք։ Չէ, չեք իմանա, դեռ ջամփին են հայտնիության։ Հասկացա, դեռ նոր ոնց որ նոր սկսում ամեն ինչ։ Դա ժամանակը չի հերիքում, բայց կլինի, մի որ ժամանակ հետո կգտնենք ժամանակ համերգի համար։ Մի հատ sense թեմա ուզում քննարկենք, տես, շատ եմ ես լսել հայկական ռեպի մասին, որ ասում են, ռեալ կա այդ կարծիքը, որ ասում են մի տեսակ ոնց որ մեր լեզուն չհամապատասխանի այդ կուլտուրային, այդ մշակույթին ռեպի։ Ու ասում են մարդիկ են ասում են, հա, հիմա Արտասամանյան լիքը մարդկանց գործեր լսում ենք, միգուցե նույն թեմաներով են խոսում, նույն ժարգոնով, նույն բառերով, միգուցե ավելի վատ, բայց դա լսվում է, բայց որ հայկականն ենք լսում, մի տեսակ չի լսվում։ Որ շատ սեղմ օղակների մասին ես խոսում, որովհետև տենց կարծիք չկա։ Ես շատ քչերի կորոսած շատ մարդիկ այդ մեծամասնությունը չեն, որովհետև ինձ լավ ինձ թվում է ոչ մեկ չի իմանա ինչ ձև են մարդիկ վերաբերվում ռեպին հայկական, շատ են լսում, շատ են սիրում հայկական ռեպ, փոխվել է այդ ամեն ինչ, դու հին ինֆորմացիա ես ասում։ 5 տարուց ավել արդեն հայկական ռեպը, որ ուշադիր լինես փողոցներում, ավտոների մեջից, սա հայկական ռեպ է։ Մեր դերասաններին, եթե ուշադիր հետևել ես, մեր լավ դերասաններին, բոլորը հայկական ռեպ են շատ սիրում ու լսում են, չեն էլ թաքցնում։ Սոս իստորիներում եմ տեսել։ Սոս Ջանիբեկյանը, Սոսի հետ ծանոթ եմ, օրինակ, դե ամենավառ օրինակը։ Տենց կարծիք չկա մեծամասնության կողմից։ Այդ ժամանակ էին ասում, որ Սևերինն է ռեպը, հայերը ինչ գործ ունեն ռեպի հետ, տենց որ ուրեմն մտածենք այդ տրամաբանությամբ Մալխասը ինչ գործ ունի ջազի հետ, տենց չի լինի։ Այդ կարծիքը Չէ, ես այդ տրամաբանության նես չի կողմնակից եմ։ Հա, չէ, ես ասում եմ, տենց չի։ Մեծամասնության կարծիքը ոնց դու ես ասում, տես չի, կարող է մարդիկ լինեն շատ քեզ ծանոթ, որ տենց մտածեն, բայց մեծամասնությունը տես չի մտածում։ Ու ես էլ տենց չեմ մտածում։ Մեր ռեպը ոչ մի տիպի չի զիջում, ոչ մի ռեպի, ոչ մի արտասահմանյան ռեպի։ Ես դաժե քեզ կասեմ, սենց Ամերիկայում ռեպը ընդհանրապես մեռած է։ Հայաստանում նոր ծնվել է։ Ես սենց քեզ կասեմ։ Ես չեմ լսում ամերիկական ռեպ։ Չեմ կարող։ Տես, բայց այդ արգումենտը ինչ, այսպես ասած, մի հատ կողմ ունի, որ իմ համար էլ, անձամբ իմ համար ռեալ դա տենց է, որ իմ ականջին զուտ հայկական ժարգոնը, հայկական հայհոյանքը թեկուզ, մի տեսակ
մանավանդ երբ որ մի քիչ էլ մատուցումը բան ա լինում, չի նստում, չեմ կարող լսեմ։ Որը Սենց շատ կոպիտ ա թվում ու տգեղ։ Հայկական մենտալիտետով հայհոյանքը ընդհանրապես շատ ամոթ երևույթ է համարվում։ Աղջիկների մոտ չես կարող, չէ՞, ազատ հայհոյի ես, ծնողների մոտ, թեկուզ օտար մարդկանց մոտ։ Դրա համար մեր մենտալիտետի մեջ որ չկա, այդ ամոթը համարվում ու շատ ճիշտ է։ Դրա համար որ դու լսում ես շատ տհաճ է։ Բայց Ռուսաստանում, Ամերիկայում կարող առօրյայում կարող է հայհոյեն, ասենք, ու դա շատ նորմալ է իրանց համար։ Դաժե ես տեսել եմ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ այդ բառերը ասել են, ստանալուց մրցանակը։ Դրա համար քո ականջին տենց է ու տենց լավ է, տենց էլ պետք է լինի։ Ես կողմ չեմ, որ սովորական դառնա հայհոյանքը Հայաստանում։ Ամերիկական ռեպը չի մահացել։ Ես չեմ տենում այնտեղ նորմալ ռեփ։ Դու որ դաժե թարգմանես տենաս ինչի մասին են խոսում այս նոր ռեպերները, դու կսիրես հայկական ռեպը ավելի շատ։ Հաստատ եմ ասում։ Ճիշտն ասած մի քիչ ոնց որ բաց ունեմ այդ թեմայով, քանզի ես էլ չեմ լսում։ Ես կստարօրինակ մի բան էլ ասեմ, ես ռեպ չեմ լսում ընդհանրապես 10%-ը։ Ես ինչ լսում եմ երաժշտությունից, ես ռեպը 10%-ն եմ, դուրս չի գալի տենց շատ ռեպ։ Ես միշտ էլ չեմ լսել 2010 թվականից ինչ սկսել եմ ռեպով զբաղվել, ռեպ չեմ լսում տենց 10%-ը, 100%-ի իմ լսած երաժշտության 10%-ն եմ ռեպ լսում։ Ու ինձ թվում է ինձ դա օգնում, որ իմ ռեպը ինքնատիպ է, տարբերվում է, ինձ թվում է այդ կապ ունի, ես միշտ տենց համարել եմ։ Ինչքան շատ լսեմ, այնքան ուրիշ ձև ալնելու իմ երգերը, ես տենց եմ զգում։ Ես գիտես ամենաշատը ինչ չեմ սիրում ռեպի մեջ, որ մանավանդ արտասահմանում, նշեցիր Ամերիկայում, չնայած Ռուսաստանում էլ որոշ этаպից սկսած արդեն այդ կողմեր զարգանում, այդ այսպես ասած նոր դպրոցի ռեպերները, որ ռեպ առհասարակ ինչ է, որ մենք լսում ենք, ես որ փոքր եմ, ասենք ձեր երգերը, չգիտեմ, Eminem, Doja Cat, լավ, Basta, ինքը մի տեսակ sense կյանքի մասին, ինչ որ հոգի հարազատ բաների մասին, չգիտեմ, ռեպերներ կային իրանց հայաթային կյանքի մասին, չէ՞ որ տենց ոնց ասեմ, մի քիչ sense սաղին վերաբերվող թեմաների մասին, դրա համար էր հաճելի մարդկանց լսելը։ Իսկ այդ նոր դպրոցի ռեպերը, նախ ռեպերները բան են, ընդհանրապես ռեպերի կերպարին չեն համապատասխանում, որը կա մեր մտքերում, ոնց ենք, չէ՞, մենք ռեպերներ ենք պատկերացնում։ Ինչ որ գունավոր մազերով sense էսի մի պրիչոսկեքով դեմքները սաղ տատուիրովկաների մեջ ու երգում են ու կարդում են մենակ նրա մասին, թե ինչ են արել, ինչքան են արել, ինչքան աղջիկներ կա, ինչքան փող ունեն, մի տեսակ այն որ արդեն շատ օդ թեմա է, շատ անկապ թեմա է։ Դու հենց τώρα հաստատեցիր իմ նախորդ միտքը, կարիք չկա որ դու մտածես։ Որ ասում էր ռեպը մահացել է Ամերիկայում դրա համար։ Դա, տենց։ Այն նոր ռեպերներն էլ որ մի քիչ տարբերվում են, ասենք, չգիտեմ, 21 Savage կամ չգիտեմ, ես իրանց մեջ էլ չեմ տենում այդ ռեպը, էլի։ Ըստ իս, նու ոչ միայն ռեպը, ցանկացած արվեստ նու երաժշտության առումով կլինի ջազ, կլինի կլասիկա, կլինի ռոք, ինքը ոնց որ մի բան պիտի արտահայտի, չէ՞։ Ու երբ որ ինքը ոնց որ այն տակի խորքային հատվածը չկա, ու մենակ այդ բանն է, այսպես ասած իր փաթեթավորումն է, որը կարա լինի շատ սիրուն, շատ հավես, ռիթմիկ, այսպես ասած տաժացնող, հա բայց մեկը այն որ մի անգամ լսում ես, հետո զզվել ես գալիս արդեն, ասում ես լավ։ Օրինակ իմ մոտ որ տենց երգեր միացնում են, ասում եմ անջատ եկել, չեմ կարող լսել։ Ես նոր երգերը, նոր սերունդները մի քիչ տարբերվում են, էլ 2000-ական, 1990-ականներ, 80-ականների երաժշտությունն ես ավելի շատ եմ սիրում ու հաստատ ավելի լավն է։ 70-ականն էլ, ասենց ասեմ 60-ականն էլ ավելի ուժեղ, ավելի մեսեջ ունեն իրանց մեջ, երաժշտություն ունեն, հիմա երաժշտությունն էլ է պրիմիտիվաց է, ամեն ինչ փոխվել է, բայց կան հատուկ են տես մարդիկ կան, որ տալիս են իսկական արվեստ էլ երաժշտություն։ Իսկ ասացիր ռեպ չես լսում, ինչ երաժշտություն ես սիրում լսել։ Ջազ, մեկ ռոք, բայց ամեն ինչ բացի ռաբիզից էլի, ոչ էլ 6-8, իմ համար ռաբիզ 6-8 նույն բանն է։ Բայց ռեպ չեմ կարող լսում, չգիտեմ, խի է տենց, բայց դա շուտվանից է տենց 2010-11 թվականից։ Չեմ կարող լսում եմ, բայց տենց շատ քիչ։ Չեմ անում խի է տենց ստացվեց ճիշտ է։ Դուրս չի գալի, չեմ լսում։ Մի հատ սենց հարց տամ, որ մի քիչ թեմայից դուրս է, բայց ինձ թվում է շատ-շատերին կհետաքրքրի, ովքեր մեզ հետևում են։ Դու Սենչոն մոտավորապես երևի 10 տարի առաջ իրար հետ անդադ ստեղծագործում եք ձեր հայտնի երգունեք անունը
Անունը ոնց է։ Street Shit, հա, Street Shit։ Երկու հատ ունենք երգ։ Մեկն է Bang Bang, երկուսն էլ հաջողված էր։ Իմ համար այդ Street Shit-ը որտեղ մենք բոլոր հայատներով այդ ինգլիսում փոքր ժամանակ չկա էլ, չի գործունեության մեջ Սենչոն։ Սենչոն։ Հա։ Չէ, դուրս ա եկե ասպարեզից։ Իմիջիալոց Սենչին բարևներ, Սենչի իմ ընկերն է։ Ու իմ կարիերայի մեջ ամենայն կարևոր մարդկանցից մեկն է։ Շատ բան ենք մենք իրար տվել ու շատ ուրախ եմ, որ իրան հանդիպել եմ 2011 թվին։ Ինքը ու իմ համար ինքը երևի ամենաուժեղ հայ рэպերներից մեկն է։ Եթե ոչ ամենալավ պոտենցիալը ուներ, եթե մնար, բայց ինքը դուրս եկավ։ Ցավոք սրտի։ Դուրս չի գալի, իրան չի ուզում։ Դե ցավոք սրտի ինչ արած մարդու որոշումն է, ամեն մարդ ազատ է որոշելու ինչ որ ինքը ուզում է։ Մի այսպեսի թեմայի անցնենք, տես, նշեցինք, որ այդքան էլ համերգները շատ չեն լինում եւ բարբերաբար չեն լինում, հա։ Ռեպից, ռեպով զբաղվելով, դու կարաս հիմնական աշխատանք իրան որպես վերաբերվես Հայաստանում։ Ընդհանրապես։ Ես էլ ապրի այդ գումարով ինչ որ կարա ռեպը քեզ բերի։ Եթե տես չոր ուզում ես նայենք հենց ռեպը։ Չէ։ Իսկ ֆեյքան ռեպից դուրս ինչով է զբաղվում։ Թե ֆեյքան ստուդիա ունի, փոքր բիզնես ունի, բայց ոչ ռեպ, բայց նենց կարելի ասել ռեպն է բերել դրան, որ ես ասել եմ, բայց որ կոնկրետ ռեպով եմ ես ապրում, չէ։ Բայց հայտնիությունն է բերելա դրան, որ կարող ես ուրիշ բաներով զբաղվես։ Իսկ ինչ միշտ հետաքրքիր է այդ ոլորտը այդքան փոքր է շուկան, որ չի լինում կազմակերպել, այսինքն չկա շուկա։ Չկա։ Չէ, շուկա չկա, հա, շատ են, միլիոնավոր մարդիկ են լսում։ Բայց շուկա չի։ Ուղղակի լսում են, սիրում են։ Ինձ էլ միշտ հետաքրքիր ունենք հայ արտիստները ինչի չեն կազմակերպում, օրինակ րեպերները չէ, բայց ուրիշ արտիստներ, ասենք համերգներ են ունենում, տարբեր տեղեր ելույթ են ունենում, թեկուզ արտասահմանում հայ համայնքների համար համերգներ են տալիս, բայց րեպում այդ ամեն ինչը չկա։ Փորձեր արվել է երբեք։ Շատ կազմակերպիչների հետ էս իմ համերգից հետո ծանոթացել եմ արդեն համերգների կազմակերպիչների հետ, ես շատ լավ գիտեմ այդ Ներքին Կուխնյան ու կարամ ստեղ էլ ասեմ, թող մարդկանց հետ հետաքրքիր է իմանան, շատ հայտնի երգիչներ, որ սաղ գիտեն իրանց համերգ են դնում, ասենք 500 հոգի տենում ես գնացել է, բայց սա Հրավիրա Տոմսով են գնացած, ոչ մեկ էլ 10%-ն է Տոմսը առնում։ Այդտենց կուլտուրա մեր մոտ զարգացած չի, մենք մի քիչ օտարամոլ ազգ ենք այս հարցով։ Ուզում ես ինչ որ համերգ դիր, համերգի Տոմսի վրա գրի DJ արտասահմանից, անունը մի գրի։ Տոմսը առնելու են գնան, բայց որ տենում են ես smart-ն, այս արտիստն է Հայաստան, ինչ որ այդ կուլտուրան չկա առնելու Տոմս գնալու։ Դրա համար շուկա չկա։ Այսինքն փորձեր էլ, որովհետև ինձ թվում է, որ փորձեր ամեն դեպքում չի արվել լուրջ այդ ուղղությամբ աշխատելու, որ ռեպ արտիստները, ասենք մարդկանց համար, որ սովորական դառնա, որ ռեպ արտիստի համերգ, ասենք, չգիտեմ, տարին մի քանի անգամ այս արտիստը, այն արտիստը, այս խումբը համերգ են ունենում, որովհետև հիմա ռեալ անսովոր է, հիմա որ ես, ասենք, չգիտեմ, քաղաքում քայլեմ, ինչ որ միտեղ տեսնեմ, ֆեյքայի կամ, չգիտեմ, 3-3-ի համերգն է, չնայած որ 3-3-ը մի քիչ ավելի շատ է ոնց որ այդ գործունեություն ծավալում այդ մի քիչ ես այդ որպես 3-3-ը շատ լավն է, շատ պոետիկ, շատ խելացի մտքեր, բայց ես որպես ռեպ չեմ վերաբերվում իրանց խմբին, ոչ մեկ հագարց սխալ չհասկանա իմ ասածը, ոչ վիրավորանքի համար, վիրավորելու համար եմ ասում, ոչ էլ։ Ուղղակի իմ համար այդ ռեպ չի, դա պոեզիա է, ինչ որ տենց բան, երգ է, բայց ռեպ չէ։ Իմ համար լրիվ ռեպը ուրիշ բան է, իսկական ռեպից հասկացողները հիմա հասկանում են ես ինչ եմ ասում։ Ռեպը այդ ուրիշ բան է։ Պոետիկ, պոեզիայով տենց ինչ որ հետաքրքիր գործ է, հետաքրքիր երգ է, կարամ ծիրեն իրան շատ, ես էլ եմ լսում գնահատում, դուրս գայս է մտքերը։ Բայց ռեպը լրիվ ուրիշ բան է իմ համար ու լիքը մարդկանց համար, ովքեր իսկական ռեպի հոտը ու համը գիտեն։ Իսկ ո՞րն է իսկական ռեպը? Ես չգիտեի, ես դե այդ կարծիքա։ Նայ, կարծիքա, քո համար կարա 3-3 լինի իսկական ռեպ։ Չէ, ես ուզում եմ ասեմ, ինչ որ կոնկրետ բաներ կան, որոնց պիտի համապատասխանի, ասենք այդ տրեքը, որ համարվում է։ Իմ կարծիքն է, չէ, ես իմ կարծիքից ասեմ, ես ուրիշի տեղը չեմ կարա, հա, բայց ռեպից պետք է ինչ որ ոնց ասեմ։ Փողոցի հոտ պետք է գա ռեպից։ Ես քեզ ոնց բացատրեմ, որ դու հասկանաս։ Չի կարա ռեպը իմ համար լինի ինչ-որ պոեզիա, պոետիկ ինչ-որ մտքեր, ինչ-որ չգիտեմ, հեքիաթային ինչ-որ արևի շող, բան, sense բաներ չի կարա լինի։ Ռեպը տենց չի իմ համար։ Ռեպ համը հոտ չկա տենց ռեպի։ Ես տենց ռեպ ոչ լսել եմ արտասահմանում, իսկական ռեպ, ոչ էլ հայկական կարամ լսեմ։ Որպես ռեպ չեմ կարա վերաբերվեմ։ Կարամ լսեմ, կարամ ասեմ շատ լավն է։ Այսինքն 3-3-ի այս գործը, բայց որ ասում են լավ ռեպեր, ռեպ է, լավ ռեպ չի իմ համար այդ։ Եթե ճիշտ կարծա բացատրեմ ռեպը իմ պատկերացրած որն է։ Վերջի ռեպը առհասարակ այդ մշակույթը ստեղծվել է հենց փողոցներից, չէ՞, եթե ես ճիշտ գիտեմ։ Բա ոնց։
Հենց այդպես, բայց դա չի նշանակում, որ եթե ստեղծվել է փողոցներից, պետք է բոլորը փողոցային ռեփ կարդան։ Ուղղակի պետք է հայկական այդ բակային այդ փողոցային այդ համն ու հոտը դու պետք է զգաս ռեփից, ռեփը իմ համար ռեփ չի, եթե չկա այդ ամեն ինչը։ Հետո ռեփը պետք է շարժի գլուխդ։ Երկրորդը, պետք է դու սենսոր լինես, լսես։ Ես տենց եմ վերաբերվում ռեփին։ Եթե էսի չկա, էսի ռեփ չի իմ համար։ Ես հարգում եմ Սաղին, թող տաղետի իմանան, 3-3-ին է, Սաղ մեր ռեպերներին է, Սաղ էլ ունեն իրենց լավ երգերը ու ես լսում եմ։ Բայց թե ոնց եմ ես վերաբերում ռեփին, այդ զորով չի, փոխել չի լինի։ Դա եթե ասում ես դու նենց ներկայացրեցիր, որ մարդկանց մոտ չպիտի ինչ որ հեյթի ալիքներ առաջանան, չէ՞։ Ինչ է ես ասում, օրինակ ես հակառակը չեմ սիրում ցանկացած ոլորտում, ասենք իմ համար մի քիչ շատ բաց է, ազատ է, օրինակ ռեփը, թեկուզ ռեփը կարա սենց էլ լինի, կարա սենց էլ լինի, կարա ինչ որ մեկը իր հատուկ ձևերով ինչ որ չգիտեմ ֆանտազիայից ելնելով մի հատ եսիմ ինչ գործ հնարի ու դա էլ ռեփ լինի, չնայած որ նման չլինի ոչ մի բանի առասարակ, լրիվ ուրիշ բան լինի։ Եթե չկա cheat կա, flow, կարդալու ձև։ Հա։ Քո ինքնատիպ կարդալու ձևը չկա ռեփում, այդ ռեփ չի իմ համար։ Հիմա վերոհիշալ մեր արտիստները իմ համար ռեփ չի։ Դրա համար ես մի քիչ ուրիշ ձև եմ նայում ռեփին։ Կոնկրետ ռեփի մասին է եթե խոսքը։ Ես ոնց հասկանում եմ դու քո բնույթով նենց ես որ առասարակ քեզ եթե քննադատային է շատ չէր հետաքրքրելու։ Թե քննադատել են, դե չէ, սկզբի առաջին մի ամիս ասում են, էս ինչ արագ-արագ բաներ է խոսում անկապ բան։ Միշտ ուզեցել եմ հարցնեմ, քանի հիշել եմ մի վայրկյան, քանի չեմ մոռացել։ Այդ արագ-արագ այդ բաները որ ասում ես։ Դրանք ինչ որ Չէ, բլբլում եմ անկապ։ Չէ, բայց բառեր են լուրջ։ Հա, բա ինչ են։ Ախ, ես գրած է երկեր։ Ես գիտեք քանի տարի, չէ, ասեմ, դա գիտեմ որ գրած է։ Ես քանի տարի է, անընդհատ պարբերաբար որ լսում եմ, լուրջ եմ ասում, ասես լուրջ ամենայն լրջությամբ եւ կենտրոնացմամբ, ասես նստում եմ, ուզում եմ հասկանամ ինչ ես ասում։ Չէ, դա տես չես կարող հասկանալ։ Ու չեմ կարող։ Իմաստը հենց այդ էր, որ չկայանաս, ես դրա համար էլ տենց եմ գրել, մինչեւ չկարդաս, չհասկանաս ինչ է ասում։ Հետաքրքիր է տենց։ Հանձնվեմ գնամ կարդամ, լուրջ եմ ասում, ինչ օրս չեմ ուզեցել գրեմ բառերը գտնեմ կարդամ։ Բառերը տակ գրած է, հա, երկերի։ Այսքան տարի փաստորեն ապարդյուն պայքարում եմ, ու ասում եմ չես հասկանալու։ Իսկ մարդիկ կան որ հասկացել են։ Չէ։ Ես վերջի մի 5 տարին որ գրում եմ, աշխատում մի քիչ դանդաղ գրեմ, որ մի քիչ ուշադիր լսեն կհասկանան, բայց այն ժամանակ արագ էր շատ։ Այդ ոճը որտեղից է եկել։ Որևէ Երևի Ամերիկայից։ Ես ռեփից այդքան տեղյակ չեմ, որի է։ Հիմա օրինակ մեր հայ ռեպերներին, լավ մեր ռեպերներին նստես սաղից իրար կողք հարցեր տաս, ես ոչ մի բան չեմ կարող պատասխանել, իրանք սաղ կասեն։ Չէ, նկատի ունեմ դու ասենք որոշել ես, որ ուզում ես, չգիտեմ, ինչ որ ռեփ ստեղծագործություն ստեղծես։ Այդ ինչ որ եկել է, այդպես պատկերացրել ես, որ կարա սենս լինի, թե ինչ որ միտեղից լսել ես, ասել ես, բայ այս ոճը շատ դուրս եկավ, կարելի է փորձել ինչ որ սենս։ Այդ առաջի անգամ Ամերիկայից ամերիկական ռեպեր, պրոստը չեմ էլ իմանում ով էր, հայտնի չէր։ Լսեցի արագ էր, մտածեցի որ հայերեն էլ քիչ կա հայերեն։ Սկսեցի մանգալ կա տենց մեկը որ տենց արագ արել է, ոչ մեկ չէր փորձել։ Դժվար է երևի մեր լեզուն ռեպի մեջ տենց արագ, մեր բառերը երկար է, կարճ չի։ Ձայնավորները շատ է։ Դի բաղաձայներ շատ են որ կարենաս տենց անես, ու դի արդեն բառերը մաթեմատիկա է, դի բառերն է ճիշտ ընտրես, որ ստացվեց տենց։ Լսելով, ուղղակի լսել եմ, դուրս եկել է, փորձել եմ հայերեն։ Տենց։ Իսկ հայոյանքներին ոնց ես վերաբերվում հայկական ռեփում։ Դրանից չխոսեցինք։ Խոսացինք։ Դե անցանք այդ թեմայի վրա, ես ուզում եմ մի քիչ։ Դե հիմա ես այս վերջի երևի 4 տարուց ավել չեմ հայհոյում երկերից մեջ։ Բայց այդ նրանից չի, որ ուղղակի որոշել եմ, որ շուտ ես բառեր չասեմ, որտեվ չեմ օգտագործում առօրյայում։ Չկա այդպես շատ լեքսիկոնից մեջ, չեմ ասում երկերից մեջ։ Հետո հեչ հաճելի չի, որ այդպես փոքր երեխեք շատ են ինձ լսում, բայց հեչ հաճելի չի, որ այդպես մի ամիտ բարձրացնել լսեն։ Չեմ անում այդպես։ Կարող է մի օր էլի, բայց նենց երկրնի որ ուզենամ մեջը այդպես 4 բառ ասեմ, բայց 4 տարուց ավել արդեն չի եղել այդպես բաները որ։ Հաճելի չի։ Տենց չի գալի հոգովս գրելուց, որ գա կտամ, բայց չի գալի։ Այդ առումով ես նոր ասեցի, ինձ էլ է տահաճ։ Չի լինում մեր հայկական։ Հա, բայց դու իրականում չես էլ հայոյում դու, ես քո դիշկան շփվել եմ, դու իրականում չես էլ տենց հայոյում։ Չէ, սովորություն չունեմ։ Հա, չեմ լսել։ Շատ կոպ, այ օրինակ ռուսերենները, շատ նու գեղեցիկ ինչ որ չէ։ Չէ։ Հայ Իմ համար ռուսերենն էլ ազզվելի ու ընդհանրապես ստեղմած բան կա։ Չէ, դա բնականաբար կատակ է։ Հայ աղջիկներ կան, թե
աս շոու բիզնեսում, թե առօրյայում։ Մենք հայկական իրանց մոտ չի կարելի հայհոյել, որովհետև իրանք շատ բարոյական են, բայց ռուսական կամ ամերիկական հայհոյանք իրանք հենց տալիս են։ Իմ համար ոչ մի բանով չի տարբերվում հայ աղջիկը, երբ որ օգտագործում է ամերիկական F տառով բառը, թե հայկական է նույն բառը։ Ինքը ընդհանրապես ոչ մի բանով չի տարբերվում իմ համար։ Դե ասում եմ, որովհետև դա բանն է, այդ շատ կոպտությունն է։ Մարդկանց անենք, որ կոպիտ է հնչում, այնի չէ, կարելի է այնի ասել։ Բայց մարդկանց համար ոչ թե, այսպես ասած, իրանց ընկալման մեջ դա չթույլատրված թեմա է, այլ զուտ տագեղ է հնչում ու կոպիտ է հնչում, շատ շատերի մոտ, վուլգար է հնչում, համաձայն եմ։ Բացի այդ, գիտես ոնց է, ես դա շատ եմ նկատել, որ եթե ինչ-որ առանձին են, հա, ոչ մեկ իրենց չի տեսնում, կարող նստեն իրար հետ ոնց ուզեն, տենց խոսան, ինչ բառերով ուզեն, հա, բայց եթե ինչ-որ դրսում է կամ մարդաշատ վայրում մեկը բարձր ինչ-որ արտահայտություն է հնչում, իրանց մոտ ոչ թե դրանից վիրավորանք է, որ իրանց անձը այնքան չեն հարգում, որ իրանց մոտ հայհոյանք են հնչեցնում, այլ որ բոլորը տեսնեն, որ իրանք չթողեցին, որ իրանց մոտ հայհոյանք հնչի։ Հա, դա տենց բան էլ կա, ճիշտ ես ասում։ Ձևական։ Այդ եմ ասում էլի։ Իմ համար չեն տարբերվում ոչ մի բանով, տենց մարդիկ, ինչ, եթե դու կամ երգես անգլերեն բառերով, բայց հայհոյանք կլինի մեջը, դու ասեն բախի ես տենց անգլերենով կարում ես հայերենով, բա անգլերենը գրեիք չի ինչու։ Դա ինչ է, նույն իմաստն է պարունակում, ինչ տարբերություն։ Լավ, մի քանի բլից հարցերի տամ մոտենանք մեր թողարկման ավարտին արդեն։ Ուզում եմ, առաջինը որ պատրաստել եմ, բայց միևնույն ակատամ չնայած արդեն պատասխանը իմ համար պարզ է, հայկական ռեփ թե արտասահմանյան։ Արդեն պատասխանել է հայկական, դա ունես չի, ես տենց հայ եմ դրա համար եմ ասում։ Հայկական ռեփ հաստատ, որ կարծրատիպ է շատ մարդկանց մոտ։ Թող լավ մտածեն, լավ ուսումնասիրեն, նոր խոսան, այդ կարծրատիպ է, ուղղակի ավտոմատ ասում են։ Ռեփը սևերին այդ հեքիաթները, սա անցած էտապ է։ Հայկական։ Աշխարհի ամենահանճարեղ երաժիշտը քո համար։ Մի հոգի չի, բայց ես հիմա Ֆրեդի Մերկուրիին կասեմ։ Ես եմ խելագարվում իրանց։ Շատ եմ սիրում։ Ֆիլմ, որը պարտադիր խորհուրդ կտաս ցանկացածին որ նայի։ Չի կարա մի հատ լինի, շատ օրինակ։ Այդ օրինակներից մեկը ընտրի կամ երկու։ Ռուսերեն վերնագիրը պետք է ասեմ, բայց Կրիմինալների չծիվն առաջինը կասեմ։ Լիքն է, շատ կա տենց ֆիլմեր, օրինակ չգիտեմ, Դաստուչացը Դանի Բեսն էլ անպայման խորհուրդ կտամ նայեն։ Շատ տենց կինոներ կան, Ֆորեսթ Գամփը, լիքը։ Կրոսնի ացեցը, լիքը բաներ կա, տենց ահա որ շատ, մի 100 հատ կարամ սենց ասեմ, մի հատ չէ, որ կարամ առանձնացնեմ։ Եվ վերջին հարցը, գիրք, որը քո կարդացածներից ամենատպավորիչն է եղել։ Սոմերսեթ Մոեմ, Ստրկություն մարդկային։ Դե ինչ սիրելի հետևորդներ, սիրեք իրար, հարգեք իրար, միասնական եղեք, լսեք հայկական ռեփ, որովհետև ոնց հասկանում եք նա ոչնչով չի զիջում ոչ մի արտասահմանյան ռեփի, իսկ մենք կապի մեջ էինք, bye bye։